Մարդկությունը սովորել է հավատալ տեսածին ու շոշափածին, բայց մի պահ պատկերացրեք, որ աշխարհի ամենահզոր մարդիկ, քաղաքական ղեկավարներ, ֆինանսական և ռազմական խոշոր տերություններ իրականում ոչ թե մարդիկ են, այլ մի ուրիշ հնագույն ու խոշոր գաղտնի ցեղի ներկայացուցիչներ՝ ռեպտիլոիդներ։ Այս վիդեոում մենք կփորձենք բացել այդ գաղտնիքի դուռը։ Հին քաղաքակրթությունների միթաբաններում, շումերական, եգիպտական, նույնիսկ մայաների և հնդիկների ավանդույթներում հաճախ հանդիպում էին օձի կամ սուրի էակների կերպարներ, որոնք ղեկավարում էին մարդկանց։ Կոնսպիրոլոգները պնդում են, որ դա ոչ թե միայն առասպել է, այլ հիշատակություն իրական էակների մասին, որոնք ունեին բարձր ինտելեկտ և կարող էին փոխակերպել մարդկային տեսքի։ Օձի պատկերը ասվածների ու առաջնորդների կերպարում ըստ վարկածների իրականում եղել են ռեպտիլոիդների խորհրդանիշեր, որոնք ի ցույց էին դնում նրանց գերիշխող դիրքը։ Անտարկտիդան մարդկության համար ուսումնասիրված վերջին հողակտորներից մեկը, ըստ վարկածների, ոչ թե պարզապես սառույց է, այլ թաքնված քաղաքակրթություն՝ հսկայական ստորգետնյա կառույցներով։ Սառույցի տակ կան ջերմ աղբյուրներ, խորը թունելներ և տեխնոլոգիաներ, որոնք դեռևս մարդկության գիտությանը անհասանելի են։ Կան վկայություններ, որ այնտեղ կառուցված են քաղաքներ, որոնք չեն ենթարկվում մեր ճարտարապետական օրենքներին, որտեղ ռեպտիլոիդները կարող են հսկայական ինտելեկտով վերահսկել իրենց միջավայրը։ Ռեպտիլոիդների հասարակությունը հիմնված է խիստ իերարխիայի վրա, զգացմունքները նրանց մոտ երկրորդական են, նրանք չեն ապրում մշտապես մարդկային աշխարհում, այլ ժամանակավոր, նպատակային, ուսումնասիրելով մարդկային վարքը, էներգիան, վախը և կոնֆլիկտները։ Նրանց հիմնական նպատակն է հասկանալ և կառավարել մարդկային էմոցիաները։ Մարդկանց համար դրանք կարող են երևալ որպես ոչ սովորական, սառը ու հաշվարկված առաջնորդներ։ Կոնսպիրոլոգների կարծիքով ռեպտիլոիդների նպատակը մարդկային էներգիան է։ Մարդկային հասարակությունը արտադրում է հուզական էներգիա՝ վախ, թշնամանք, պատերազմ, կրքոտություն։ Ամեն ինչ քաղաքականությունը, պատերազմները, տնտեսական ճգնաժամը, ըստ վարկածի, պարզապես նրանց էներգիա ստանալու միջոցներն են։ Որքան մարդը չկառավարի իր վախերն ու հույզերը, այնքան նրանք ավելի ուժեղ են։ Վատիկանի գաղտնի արխիվները աշխարհի ամենամեծ փակ պահոցներն են, որտեղ պահվում են հնագույն ծրագրեր։ Կոնսպիրոլոգները պնդում են, որ այդտեղ կան փաստաթղթեր, որոնք բացահայտում են ոչ մարդկային առաջնորդների գաղտնիքները։ Մասոնական օդները, ըստ վարկածի, ծառայում են որպես միջնորդներ, փոխանցելով միայն այն, ինչ թույլատրվում է հասարակությանը։ Ամեն մի սիմվոլ, ամեն մի նշան, աչքեր, օձի պատկեր, հարթված պատկեր, ըստ վարկածի, սիմվոլիզմի միջոցով տեղեկություն է փոխանցում նրանց գործերի մասին։ Աշխարհի ազդեցիկ մարդիկ ինտեգրված են ռեպտիլոիդների ցանցում, որոշ վերլուծաբանների կարծիքով։ Անբացատրելի որոշ վարքագիծ, որոշ տնտեսական ու ռազմական որոշումներ, ըստ վարքագծի, բոլորը կարող են լինել մարդկային կառավարման հսկայական ստրատեգիայի մաս։ Այս տեսանյութը բացատրում է, թե ինչպես որոշ գաղտնի նախագծեր, տեխնոլոգիաներ և փաստեր երբեք չեն բացահայտվում։ Գենետիկայի, բիոտեխնոլոգիայի և հիբրիդացման ոլորտների զարգացմամբ տեսաբանները ենթադրում են, որ ռեպտիլոիդների գոյությունը տեխնոլոգիապես հնարավոր է։ Նրանք կարող են փոխակերպվել, թաքնվել հասարակության մեջ՝ օգտագործելով մարդկային կողմից ստեղծված էներգիան, առանց բացահայտ համբերություն տալու։ Նրանք հասկանում են մարդկային էմոցիաները և օգտագործում են այն՝ խթանելու իրենց նպատակները։ Արդյոք ռեպտիլոիդները իրական են, թե ոչ, անհայտ է։ Բայց մի բան հաստատ է՝ աշխարհի շատ գաղտնիքներ մնում են թաքնված, իսկ մարդկությունը կարող է տեսնել միայն այն, ինչ թույլատրված է։ Միգուցե հաջորդ անգամ, երբ հանդիպեք ազդեցիկ մարդու կամ տեսնեք խորհրդավոր նշան, հիշեք՝ ոչ ամեն ինչ այն է, ինչ թվում է։ Պատրաստ եք իմանալ ճշմարտությունը, թե՞ ավելի լավ է թողել այն սառույցի տակ՝ Անտարկտիդայում։